Պատվարժան դատարան, շնորհակալություն ճիշտ ասած ես մի քիչ լարվում եմ, ես սովոր չեմ տալեջներում ելույթներն ավելի դերսում են ինձ համար, բայց քանի որ կյանքը ստիպել է, նախ անպայման ուզում եմ ասեմ, որ ես շատ սիրում հակվում եմ ստեղ նստած բոլորի, խոնարհվում եմ Սրբազանի առջև, բոլորը ստեղ բացառիկ հայրենասերներ են եւ ինձ համար իսկապես մեծ պատիվ է, որ ես հիմա ստեղ եմ, անգեզ եմ ասում, ես անգամ բանդում շատ լավ նստած եմ, չհաշված որ ասեք իմ երեխեքը մի քիչ էս սպահով սեցա, թե չէ ես հիմա 3 ամիս կերկարացնեք, 7 տարի կերկարացնեք, ես այդտեղ հաղթած եմ, Նիկոլը թող մտածի, իր վախերը մտածեն, բայց հիմա ինչ եմ ուզում ասեմ ստեղ, առաջի օրից ես եկա ասեցի, մենք տարբեր կազմակերպություններ ենք, բացարձակապես այս կազմակերպության հետ ես կապ չունեմ, ճիշտ է, հիմա ահաբեկչության մասով ասեմ, մի քիչ ուզում եմ, մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատաբերներ ենք, ես շատ հստակ ուզում եմ այսյան կձեմ, շատ հստակ, մենք ազատահարներ ենք ու Հայաստանի Հանրապետությունը ազատագրելու ենք, անկախ ամեն ինչից, անկախ դատարանը իր որոշում կկայացնի, մենք ազատագրելու ենք, ես գիտեմ ինչի համար եմ նստած, իրավաբանորեն չգիտեմ, այ ուզում եմ իրավաբանորեն իմանամ, քաղաքական եմ նստած դա պարզ է, բայց իրավաբանորեն 5 ամիս է ես նստած եմ Պատվարժան դատարան, մի հատ աշխարհ ձևով չեն ներկայացրի թե ինչ կապ ունեմ, ինչ առնչություն ունեմ ես այս գործի հետ Նախ գործը ահաբեկչության հետ կապ չունի, դա հստակ է, բայց երկրորդն ես ինչ կապ ունեմ այս գործի հետ, ահաբեկչության հետ կապ չունեցող գործի հետ, ես ինչ կապ ունեմ, ինչի համար է ինձ ձերբակալել է Բերեսը։ Ես ինքս գիտեմ ինչի համար է ձերբակալել։ Նոր հանցանք գործելու մասով ինձ հունիսի 25-ին ձերբակալել են, հունիսի 25-ին ձերբակալել են եւ ինչպես ասեցինք վեգայի կարգավիճակով քննիչը նստած զանգեր է սպասում, ինձ որպես վեգայի կարգավիճակով է թե մեղադրյալ է։ Զանգ էր սպասում, 4 ժամ, 5 ժամ զանգը չեկավ, վերջում դատաբանը, պաշտպանց է, մյուս պաշտպանը ճանապարհին էր, ասեց չէ, դուք կարող ես արդեն գնալ։ Ինձ տարել էին Եղվարդ։ Հիմա ես ինձ արդեն տարել են հունիսի 25-ին, հետո ես իջել եմ հետ Սրբազանից մոտ, որտեղ որ ձերբակալել են, ես ասել եմ հրապարակային, ասել եմ մտածածիներ ամեն ինչը, Երանի չի լիներ հեղաշրջման պլան, դա եմ ասել եմ Երանի լիներ, Երանի այդ պլանը լիներ, մենք էլ իմանանք որպես բան կա, բայց ցավոք այդ պլանը չկա, գոյություն չունի, էդի մտածածին է, էդի Աննա Հակոբյանի բանի հայկական ժամանակի մեջ են այդ մասին գերել, լավ ինչ որ է, հիմա չանդրադառնամ։ Դրանից հետո ես 10 օր ազատության մեջ եմ եղել, Պատվարժան դատարան։ Եթե ես ահաբեկչություն էի մտածել, մի հատ հետո կքննարկենք թե ես ինչքանով կարամ իմ ազգի նկատմամբ ահաբեկչություն անեմ, իմ երեխեքի նկատմամբ, մի խոսքով։ Բայց եթե ես նպատակ էի դա որ ահաբեկչություն անեի, կամ կային զենքեր, զինամթերք, որ ասում էր քննիչը, բայց 10 օրվա ընթացքում ես ոչինչ ասնեի, կամ ահաբեկչությունը կհասցնեի կատարկացեի, բայց ոչ մի բան տեղի չի ունեցել, ոչ մի բան, ոչ հակառակը, ես իմ ակցիաները շարունակել եմ նույն ձևի, միշտ կառավարության մոտ իջել եմ, ինչպես որ օրենքի տարին համապատասխան գործել եմ, ես դա միշտ ասել եմ, իմ զենքը օրենքի տարին համապատասխան գործելն է։ Ես օրենքի տարին համապատասխան գործել եմ, շարունակել եմ գործել, եւ ինչի մասին է խոսքը։ Եթե ահաբեկչություն էի ուզում իրականացնել, ես այդ 10 օրվա ընթացքում կիրականացնեի։ Հիմա եթե ես 10 օրվա ընթացքում ահաբեկչություն չիրականացրեցի, բնականաբար չէի իրականացնել, ել եմ ասում Ախր ահաբեկչության գործ են ներկայացրել, ոչ տարածքը կա, ոչ կա մոտավորապես ով էր դուժելու, որ տարածքում էինք անելու, ինչ զենք զինամթերքով էինք անելու, ոչ մի բան չկա, ահաբեկչություն վերել նստեցրել են, գոնե իմանանք ինչ զենքով պետք է անեին, գոնե իմանանք, ասենք մոտավորապես Դեբրոցում պետք է անեին, Բանկապարտեզում, հասարակական տրանսպորտում, որտեղ պետք է անեինք այդ ահաբեկչությունը, ասենք այդ ամեն ինչը պետք է իմանանք, բայց չգիտենք, որովհետև չկա։ Հիմա վեգաների մասով, հիմա ես հասկացա, որ Իշկար հանցանք կատարելու ռիսկը ասեցի, հանցանք կատարելու ռիսկի մասին ասեմ ձեզ, ես 2018 թվականից եկել եմ Հայաստան, մինչև այդ նստած եմ եղել քաղբանդարյալ Վրաստանում, Վրաստանի ազգային ժողովը պաշտոնապես ճանաչել է, որ ես քաղբանդարյալ եմ եղել, ինձնից պաշտոնական ներողություն է խնդրել, առաջին արձագանքի միջալուց ասեմ, որ եղել է Միքայել Սաակաշվիլի կողմից, երբ որ ինձ ահաբեկչության համար ձերբակալեցին, առաջին արձագանքը եղել է Սաակաշվիլի կողմից, այս աշխարհում ինձ 3 հոգի մարդ է մեղադրում ահաբեկչության մեջ, Սաակաշվիլին, Ալիևը մեկ էլ Փաշինյանը, այս 3-ն է մեղադրում, ուրիշ մարդ չկա, գոյություն չունի, որ ինձ ահաբեկչության մեջ մեղադրել, որ ասել ես կարող եմ, ես հայ երեխու չեմ, ես աշխարհի ոչ մի երեխու հանդեպ չեմ կարող, թուրքի երեխու հանդեպ ես չեմ կարող պատինեմ, ես ինչի մասին է խոսքը, ինչի պետք է այս ահաբեկչություն անեմ, լավ, հիմա վեգաների մասով, այստեղ ասում են, Պատվարժան դատարան, ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրեմ, ուրեմն 32 վեգայից ոչ մեկ իմ անուն ազգանունը չի տվել, ոչ մեկ չի տվել իմ անուն ազգանունը, բայց ավելին ասեմ ձեզ, 100 քննիչից է բաղկացած այդ խումբը, բարոյ իրականացնող մարմնի խումբը, 100 քննիչներից,
100 քանիչից եւ ոչ մեկը կես անգամ Չախալյանի մասին հարց չի տվել։ Ոչ մի անգամ ոչ միտեղ Չախալյանի մասին հարց չկա։ Եթե այդ գործը ինչ-որ մի մատ չափով ինձ վերագրել էր պատվարժան դատարան, միթե 100 քանիչներից որևիցե մեկը այդ կան կայացությունը չէր երիկում, այդ կան կոմպետենտությունը չէր երիկում, որ գոնե կես հարց ձևակերպել է Չախալյանի մի օր տեսել ես, մի օր լսել ես, չկա ոչ մի հարց չկա։ Հիմա իմ մոտ հարց է ծագում, հարգարժան մեղադրողներ, ես ինչ պետք է անեմ ըստ ձեզ, ես պետք է գնամ քննիչների ռազմորքայի կանչեմ, ասեմ ինչի իմ մասին չեք հարցրել, ինչ պետք է անեմ ես, կամ պետք է գնամ վեգաներին ասեմ ինչի իմ մասին ոչ մի բան չեք տվել, այսինքն ես ինչ պետք է անեմ, պետք է պաշտած ձևով դա ներկայացնել, չի լինում որ ասենց կերգնեք ես չեմ ուզում ոչ մեկից վերավորել, անգեզ եմ ասում, բայց չի լինում ասենց որ հա ինքը կարող է գնա եւ վեգաների վրա ճնշում գործարել կամ չգիտեմ ինչ որ բան փոփոխություն անի։ Այստեղ նոր հանցանքի մասով պատվարժան դատարան։ Ես Հայաստանից եկել եմ Հայաստանում, ուրեմն կներեք արտադրության համար գեյ բարադ էին ուզում անցկացնեին գեյ շեքերտ, ասենք այո հավաքվել ենք, խոչընդոտել ենք որ այդ շեքերտը իրականանա։ Եթե դա հանցանք է, թող ինձ ասեն որ այո դու խոչընդոտել ես գեյ շեքերտին։ Մենք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ 88,000 ստորագրություն ենք հավաքել։ Եթե դա հանցանք է, խնդիր չկա, այո, վտանգ կա որ ես կկրկնեմ։ Վտանգ կա, եթե վաղը Ստամբուլյան կոնվենցիան բերեն նորից առաջ օրակարգ, բնականաբար ես դեմ եմ պայքարելու։ Ես բոյկոտի շտաբ ենք ձևավորել, պարոն Մելիքյանն ոչի շտաբներ, այո, բոյկոտի շտաբ ենք ձևավորել։ Պայքարում էինք որ կորոնավիրուսը որ կա, երբ որ Հայաստանում կորոնավիրուս կա, ասում էինք կորոնավիրուս կա, ասում էինք ուշադրություն դարձրեք, մարդիկ հեսա մանալու են, ոչ մեկ ուշադրություն չէր դարձնում, դրա համար էինք պայքարում ասենք, եթե դա հանցանք է, հարց չկա, ես կարող չէ անպայման կրկնելու եմ, ես բանդում եմ այդ իմ հանցանքները կրկնում, եթե այս իմ ասածները հանցանք է, ես Լանզարդեի կոնվենցիայի վավերացման դեմ եմ պայքարել, չգիտեմ, կարող եմ անվերջ թվարկել, այո, կենսաթոշակառուների նվազագույն թոշակի բարձրացման համար եմ հիմա պայքարում, եթե դա հանցանք է, խնդիր չկա, մի տարի է պահանջում ենք համաներում, ընդհանուր համաներում ենք պահանջում, որովհետև այս վիճակի ինչ որ կա բանդերում, սա անտանելի է անմարդկային է, հումանիզմի հետ բաց ընդհանրապես կապ չունի։ Եթե դա համաներում պահանջելը հանցանք է, խնդիր չկա, ես հնարավոր չէ։ Միանշանակ ես այսօր եմ այդ ամեն ինչը պահանջում։ Եվ եթե դա է նոր հանցանքը, ես այո, ես հնարավոր է նոր հանցանք գործել։ Հիմա այստեղ կամ նախ առերեսումներ չեղան պատվարժան դատարան։ Մենք խնդրեցինք գոնե առերեսում լինել, որովհետև որ մի բան էլ ասեմ, շատ կարևոր բան ասեմ։ Այստեղ իմ փաստաբանը ասեց 20 բառ կա, ես ուզում եմ անպայման շեշտեմ, որ 20 բառից 18 բառը դա կրկնություն է։ Դա 4 անգամ նույն բանն է, որ Շարբազյանը զանգել է ինձ, 4 անգամ տարբերություն դրել են, այսինքն դա էլ կրկնություն է, այնպես չի որ 20 բառ կա, ընդամենը 3 բառ կա, բայց ավելին ասեմ, ուղղակի հիմա մենք չենք հասել այնտեղ։ Նախ ես առաջին նենց քաննիչին հարցրեցի, ասի Չախալյան, մենակ ես դա անուն չկար։ Դե ասում եմ մենք քցեցինք բեռնեցինք որ եթե ասես բան կա, մենակ Վահագն Չախալյանը կարա լինի։ Իզի քցել բեռնելով բերել են նստեցրել է։ Քցել բեռնելով մենակ Վահագն Չախալյանն դեռ։ Բայց ընդդասում ինչ է բարձվում, պատվարժան դատարան։ Տեսեք ինչ է բարձվում։ Չախալյանն էլ չի ասված։ Հիմա որ լսենք, Չախալյանն էլ չի ասված։ Չայով այլ ազգանուն է ասված, Չախալյան չի ասված։ Հիմա ես հարց եմ տալիս, այս երկրում Չայով ուրիշ ազգանուն չկա, ասենք Չոլախյան, Չալախյան եւ չգիտեմ ինչ, Չովանյան, չգիտեմ։ Ուրիշ ազգանուն չկա։ Այսինքն Չախալյան էլ չի ասված, անգամ էդի չեն նայ։ Ես խնդիր չունեմ, կնստենք։ Ասված է, վեկա մաքուր ենք, բոլորս էլ արդյոք կնստենք, բայց Իշքան նստեն, եւս քանի անգամ ամիս նստեն, որ վերջում բարձր որ Չախալյան բառը ընդհանրապես չի ասած, մարդիկ չեն էլ ասել որ Չախալյանին զանգեցին, ուրիշ ազգանուն են տվել։ Հետո մի բան էլ ասեմ, այս մի տարվա զանգանը գաղտնալսությունների մեջ ոչ մի անգամ իմ բառը իմ տարը չկա, պատվարժան դատարան։ Այսինքն էդի խոտ այդպես չի լինում։ Վրաստանում էլ են գործ ցարկել, բայց գոնե մեր բան կացել վերել դրել է։ Գոնե մի կես անգամ իմ խոսածը պետքա լինի թե չէ, հարց չկա, էլ եմ ասում, ես այդ մարդուն սիրում հարցում եմ, շատ եմ սիրում մարդուն, խոնարհում եմ իրաց առաջ, բայց գոնե մի հատ, այս կամ մի տարիա դուք գաղտնալսել եք, մի կեսատ իմ ձայնը կա այդ գաղտնալսումների մեջ, մի կեսատ կա, որ կարող եք ասել, ահա սա Վահագն Չախալյանի ձայնը, Վահագն Չախալյանը խոսեց, չեմ ասում հանցանքի մասին, պրոստը խոսեց Վահագն Չախալյանը, ասեց սրբազան, ասված օգնական, այս էլ իր ձայնն է։
Կար դեսպան, չկար դեսպան գոյություն չունի։ Միակ նկար կա, որ ես մտել եմ, ինձ ասում են ժամ 8-ին, Բաղդասարյան դատարան, ինձ ասում են Սարգսյանի հետ հանդիպում ես բերում։ Ամբողջ գործի մեջ միակ ժամ 8-ին ձայնագրություն չկա։ Սակագրություն չկա, միակ սակագրություն ժամ 8-ին առավոտվա 8-ին չկա, բա ինչ էինք անում, ուր էինք գնում, որտեղ ենք հանդիպել, ինչ պայմաններում ենք հանդիպել, որ ձայնագրող սարքերը չեն կարող ասել արձանագրել, ասել մեր հանդիպումն ու մեր խոսակցությունը։ Չկա, ոչ մի ժամ 8-ին ես երեխեքին դպրոց եմ տալել։ Ասենք ժամ 8-ին ոնց եմ ես Սարգսյանի հետ հանդիպել, առանց այդտեղ խոսել ենք։ Չգիտեմ, ես կամ մեկ է մի բան էլ ասեմ Բաղդասարյան դատարան։ Ամեն դեպքում են անցած անգամ էլ ասեցի, դա հստակ է մեր հայրենասիրության համար է մեզ դատապարտում, խնդիր չկա, եթե Հայաստանում հայրենասիրության համար պետք է նստել, ես պատրաստ եմ նստելու։ Ոչ թե 3 ամիս, 3 տարի, 5 տարի նստել եմ, 5 տարի Վրաստանում նստել եմ, իմացել եմ ինչի համար եմ նստել։ Իմացել եմ ինչի համար եմ նստել։ Այստեղ ես չգիտեմ ինչի համար եմ նստած, հա գիտեմ։ Մարտամեկի վախերի համար եմ նստած։ Ասեմ ավելին, հունիսի 27-ին էլ ինձ ձերբակալեցին, Միքայել Աջաբայանի ձերբակալության ժամանակ էլ ինձ ձերբակալեցին։ Այն ժամանակ էլ Աննա Հակոբյանի հայկական ժամանակը թերեց, այն ժամանակ էլ հոբաս բերեցին։ Փաստորեն ինչ տեղ ունեցավ։ Ես խանգարում եմ, ինձ պետք էր մեկուսացնել, նայեցին արդեն գործ կար եպած, արդեն դանջված գործ կար, բերեցին իմ անունը նդեղ կապեցին, մի հատ չայով էլ բան են գտել, ազգանուն են գտել, բերեցին կապեցին, հիմա ես 5 ամիս նստած եմ ու սպասում եմ իմ հերթին, որ ես խոսեմ։ Որ հարցեր կարողանամ տամ։ Ես անգեզ չեմ ուզում վիրավորել, ոչ մեկին չեմ ուզում վիրավորել։ Ես ավելին ասեմ, անգեզ եմ ասում, անշուշտ ընդանեկան պայմանները դժվար է, մյուսն է, բայց ես երջանիկ եմ։ Ես իսկապես երջանիկ եմ, որ ես հալածում եմ իմ հայրենիքին ինչ-որ մի բանով օգտակար լինելու համար։ Թող մտածեն այն մարդիկ, որոնք սուսուփուս գալուխները կապ, արդարության դեմ մեղանչելով, հայրենիքի դեմ մեղանչելով, Արցախում զոհված մեր հերոս նահատակների դեմ մեղանչելով, այս պիղծ ռեժիմի պետք է ասեմ, 5 տարի տևեք Բաղդասարյան դատարան, այս պիղծ ռեժիմի որոշումները կյանքի են կոչում։ Թող իրանք մտածեն, երբ որ ես Սաակաշվիլին ասում էի, որ դու պետք է նստես, ես էս էլ անում։ Չախալյան որ ժմինեսուսից։ Չէ՞ որ պատկերացնում, ասում էի, հա, հիմա միանշանակ արդարադատությունը կանգնելու է։ Ես մի քիչ քաղաքական էլ գնացի, բայց ախր իրավական չկա։ Այստեղ մեկ էլ մի ցավ կա ինձ համար, որ իսկապես ես հողը շատ եմ սիրում, շատ եմ սիրում։ Իմ հողը, իմ հայրենի հողը շատ եմ սիրում։ Հիմա ինձի որ փագել են, ես մենակ բետոն եմ տեսնում, բետոն։ Այս 5 ամիսա ես բետոն եմ տեսնում։ Ինձի իմ հողից կադրել են։ Ու ես մենակ մի հատ թուլություն, մի հատ բան ես այդեղ եմ զգում, որ ես չեմ կարող իմ հողի հետ շփեմ, էս ախնդիրը։ Մնացածը այսքան է, Բաղդասարյան դատարան, իրավական մասով էլ ընթացքում հարցեր կելնի կպատասխանեմ։ Հանցանք չեմ գործել իմ Բաղդասարյան դատարան, իր երեխեքը, ասենք հենց հիմա, ես որ ասենք չեմ կանվեմ, հանրային տրանսպորտով են տուն գալիս։ Առավոտները ես եմ տանում, մեկ լինում է, որ չեմ կարողանում բերեմ, ասենք, էլի հանրային տրանսպորտով են տուն գալիս։ Ասենք ինչ են պատկերացնում մեղադրողները, այսինքն ես պետք է հանրային տրանսպորտը, հա, կամ վառեի, կամ չգիտեմ, պայթեցնեի, հա, այդ տասնյակ հազարավոր հայ երեխաները, ովքեր որ Դեբրոսից տուն են գնում, այդ ավտոբուսը իրանք իմ երեխաներն են, Բաղդասարյան դատարան։ Իշկան էլ իմը չլինեն, իշկան էլ իմը ազնական հարազատը չլինեն, բոլոր իմ երեխաներն են։ Այսինքն ես ինչ պետք է անեմ, ես պետք է մտածեի, որ այդ ավտոբուսը, հա, պայթեցնեմ, վառեմ, որ չէր կարա լիներ։ Մի խոսքով այսքան է Բաղդասարյան դատարան։ Էլ են կայգնում, մենք ազատաբերներ ենք, մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատություն ենք բերելու Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն։